Թրիփ զարգացման ընկերությունը ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով եւ սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ նպատակ ունի ապահովել թրիփ ենթակառուցվածքների զարգացումն ու իրականությունն։ Այստեղ իհարկե էական է, ես ուզում եմ ընդգծել, հետո շարունակության մեջ տեքստի էլի անդրադարձ կա այս կտորին, բայց արդեն նշում ենք, որ ուրեմն եւ այստեղից հասկանալի է, որ թրիփ զարգացման ընկերությունը կունենա ամերիկյան վերահսկիչ փաթեթ բաժնեմասերի եւ այնուամենայնիվ կլինեն որոշ սկզբունքային հարցեր, որտեղ Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ չունենալով վերահսկիչ փաթեթ կունենա իր վերահսկողությունը, այսինքն կլինեն հարցեր, որտեղ անկախ բաժնեմասերի չափից, մեծ, փոքր, շատ, քիչ լինելուց, առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության ոչինչ տեղի ունենալ չի կարող։ Ուրեմն ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի թրիփ զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով։ Հայաստանը ԱՄՆ-ին առաջարկելու է թրիփ զարգացման ընկերության 74% բաժնեմասը, իրեն պահելով 26% բաժնեմասը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի եւս 50 տարով, այսինքն եթե կողմերից որևէ մեկը առարկություն չունենա, ինչպես ցանկացած գրեթե բոլոր պայմանագրերում, այսպիսի դրույթ նախատեսվում է, եթե կողմերը բավարարված են համագործակցությունից, ուզում են շարունակել, շարունակում են, եթե ոչ, եթե կողմերից որևէ մեկը առարկում է, ապա չի շարունակվում եւ հիմա ակնկալվում է, որ այս համագործակցությունը 49 տարին լրանալուց հետո կերկարաձգվի եւս 50 տարով, Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Այսինքն հիշում ենք, սկզբնապես առաջին 49 տարում Միացյալ Նահանգները կունենան 74% բաժնեմասերի, Հայաստանի Հանրապետությունը 26%, եւ եթե որևէ մեկը մեզնից չառարկի երկարաձգելուն, կարող է երկարաձգվի եւս 50 տարով, եւ ահա այս երկրորդ շրջանում 50-րդ տարուց մինչև 99-րդ տարի արդեն Հայաստանի Հանրապետության բաժնեմասը 26%-ից կբարձրանա 49%-ի։ Ընդ որում, իհարկե կան հարցեր, նախկինում էլ այս խոսակցությունը կար, ենթադրում եմ հիմա էլ կլինի, իհարկե ինչպես ցանկացած ընկերություն բաժնեմասեր կարող են օտարվել, վաճառվել, նվիրվել, անջատվել, վերակազմակերպվել կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն, եւ ուրեմն փաստաթղթում հստակ նշված է, որ այդպիսի զարգացումների դեպքում եւ վերջնական շահույթի սեփականատերի փոփոխության դեպքում անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության եւ ԱՄՆ կառավարության նախորոք համաձայնություն։ Այսինքն չի կարող այդպիսի բան տեղի ունենալ առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության։ Դավադրության տեսություններ ենք լսել, մեկնաբանություններ, որ այ հիմա որևէ տոկոս համամասնությամբ կհամաձայնվենք, ուրեմն բաժնեմասերը կիսել Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև, հետո կսկսվի գործունեությունը ընկերության եւ հետո ինչ որ փուլում մի ամիս հետո, մի շաբաթ հետո, մի տարի հետո, 10 տարի հետո մեզնից թաքուն, մեր կամքի հակառակ բաժնեմասերի ինչ որ մի մաս կարող է վաճառվել այս կամ այն երկրին, հիմա ուրեմն հստակ ամրագրում ենք, որ այդպիսի բան առանց մեր համաձայնության բացառվում է, որ տեղի ունենա։ Դա կլինի պայմանագրի խախտում եւ հետեւաբար չի կարող լինել։ Այո, կրկին նշում ենք, որ ուրեմն տարանցիկ երթուղու շահագործմանը վերաբերող առանձին հատուկ որոշումներում եւ հարցերում Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների ներգրավվածությունն է անհրաժեշտ։ Առանց, այսինքն կլինեն որոշակի հարցեր, քիչ առաջ էլ ասեցի, որ անկախ նրանից թե ով քանի տոկոս բաժնեմասեր ունի եւ ըստ այդմ ով քանի ուրեմն ինչ չափով է ներկայացված ենթադրյալ կառավարող խորհրդում այդ ընկերության, միևնույն է կլինեն հարցեր, որտեղ մեր կառավարության համաձայնությունը ուղղակի անհրաժեշտ կլինի, առանց դրա հնարավոր չի լինի այդ որոշումը կայացնել եւ իրագործել։ Հետաքրքիր ուրեմն հանգամանք թրիփ ընկերությունը անմիջականորեն է զբաղվելու երկաթուղային եւ ճանապարհային ենթակառուցվածքների կառուցմամբ եւ հետագա շահագործմամբ, մինչդեռ կլինեն այլ ենթակառուցվածքներ եւ փաստաթուղթը դա է նախատեսում,
կլինեն այլ ենթակառուցվածքներ, որոնց իրականացման ծրագրման, շինարարության եւ հետո կառավարման համար TRIP զարգացման ընկերությունը կարող է հիմնադրել դուրսր ձեռնարկություններ կամ ինչպես փաստաթղթում է ասվում եւ ընդունված է իրավաբանների կողմից հատուկ նշանակության, եթե ճիշտ եմ հիշում, հատուկ նշանակության, ուրեմն կազմակերպություններ, այո, հատուկ նշանակության կազմակերպություններ եւ էլի նրանցից յուրաքանչյուրի դեպքում էլի կարող են ներգրավվել նաեւ մասնավոր ընկերություններ, բայց կարող եմ էլի վստահեցնել, որպեսզի անդադ մեջբերումներ չանեմ Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցությամբ, ենթադրաբար եկամուտներից, շահույթներից իր մասով։ Իհարկե Հայաստանի Հանրապետությունը ուրեմն ենթակառուցվածքների համար անհրաժեշտ հողի վրա կառուցապատման իրավունքով է օժտելու TRIP ընկերությունը, այստեղ կհիշեք ինչքան շահարկումներ եղան, թե որևէ հող Հայաստանի Հանրապետությունից որևէ կերպ օտարվում է կամ չգիտեմ վարձակալություն եւ այլն, Հայաստանի Հանրապետությունը կառուցապատման իրավունք է տալու իր հողի վրա, ինչպես բազմաթիվ տասնյակ եւ հարյուրավոր ընկերությունների, որոնք գործում են Հայաստանի Հանրապետությունում։ Երևի շատերի համար էական հարցը այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ իրավազորության պահպանումն է, էլի կային մանիպուլյացիաներ այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ իրավազորությունը ճանաչվում են միայն նոմինալ, երբ որ պայմանները կլինեն, կտեսնենք, որ դա այդպես չի, բազմաթիվ հարցերում էլ ինքնիշխանությունը եւ իրավազորությունը սահմանափակվում են։ Ես հիմա ձեր համար այս թղթից մի քանի բան կկարդամ, որը համաձայնեցված է արդեն Միացյալ Նահանգների կառավարության եւ Հայաստանի կառավարության կողմից եւ լինելու է մաս կամ հիմք հետագա վերջնական այդ իրավական ուրեմն հիմնադրման փաստաթղթերի կանոնադրության եւ այլն եւ այսպես Հայաստանի նախ մինչ այդ նաեւ ասեմ որ Հայաստանի TRIP զարգացման ընկերությունը կարող է ունենալ եկամուտներ եւ այլն, որից Հայաստանի Հանրապետությունը իր մասնաբաժինն է ունենալու, սա չի վերաբերվում Հայաստանի Հանրապետության մաքսային турքերին, չգիտեմ, ուրեմն սահմանված այլ պետական վճարների, սա զուտ արդեն ընկերության եկամուտների մասին է խոսում, իսկ Հայաստանի Հանրապետությունը իր արդեն սահմանված գործող այդ բոլոր վճարները турքերը նույնքեր պետք է շարունակի հավաքագրել։ Հիմա վերադառնամ ինքնիշխանության հարցին, ուրեմն Հայաստանը հստակորեն պահպանում է, մեջբերում եմ, Հայաստանը հստակորեն պահպանում է օրենսդիր, կարգավորիչ եւ դատական իրավազորությունը պայմանավորված Հայաստանի ինքնիշխան տարածքում TRIP-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականությամբ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը համապատասխան Հայաստանի ներքին օրենքների եւ միջազգային համաձայնագրերին։ Մյուսը Հայաստանի Հանրապետությունը հստակորեն պահպանում է ազգային անվտանգության եւ իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը, կհիշեք ինչքան մանիպուլյացիաներ կային այն մասին, թե մենք որևէ անվտանգային գործառույթ ենք զիջում որևէ կողմի, մասնավոր կլինի, երրորդ երկիր կլինի, կամ մենք կորցնում ենք վերահսկողությունը անվտանգության նկատմամբ որևէ հատվածում, կամ նույնիսկ կարծիք կար, որ մենք չենք կարողանալու մեր իրավապահ մարմինները հասանելիություն չունենալու, չեն կարողանալու գործունեություն իրականացնել, օրինակ են բերում իրավախախտման դեպքի, արտակարգ իրավիճակի դեպքի, ընդհանուր մինչև պարեկների ուրեմն հասանելիության, նորից եմ կարդում, ազգային անվտանգության եւ իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը Հայաստանը պահելու է հստակորեն։ Հայաստանը պահպանելու է հստակորեն TRIP-ով առևտրի եւ տարանցման նկատմամբ մաքսային եւ սահմանային վերահսկողության իրավազորությունը, սա էլ չար, չրկված եւ շարքված հարցերից մեկը ուղիղ կարդում եմ, Հայաստանը հստակորեն պահպանում է TRIP-ով առևտրի եւ տարանցման նկատմամբ մաքսային եւ սահմանային վերահսկողության իրավազորությունը։ Մյուս կետը հարկերի, մաքսային турքերի եւ առևտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իր իրավազորությունը։ Հայաստանի ինքնիշխան տարածքում բոլոր հատվածներ հասանելիությունը։ Հայաստանի ինքնիշխան տարածքում տարանցիկ երթուղու մասերում բոլոր հայկական օրենքները կիրառելու իրավազորությունը։
Այսինքն հարգելի հայրենակիցներ, ինչ որ կասկածի տակ էր դրվում, ինչի շուրջ մտահոգություններ էին հնչում, ինչի շուրջ ուրեմն վախեր էին հնչում, ինչի շուրջ երբեմն անկեղծ մտահոգություններ, երբեմն ուղղակի չարամիտ մանիպուլյացիաներ էին արվում։ Ես քիչ առաջ ուղիղ մեջ բերեցի, կարող եք ինքներդ բացել, կարդալ, համոզվել, այնքան միանշանակագրված, որ ցանկության դեպքում նույնիսկ մանիպուլացնելը շատ դժվար անելու։ Ես հիմա չեմ նախանձում մեր որոշ ընդդիմադիրների կամ առանձին մարգինալ խմբակների, որոնք ջանք ու երանք չեն խնայում նոր մանիպուլյացիաներ հնարելու, հիմա ես չգիտեմ ինչ պիտի մանիպուլացնեն, թեև շատ երբեմն ուղղակի շատ պնդերես ձևով սպիտակի վրա գրվածը նույնիսկ կարողանում են հակառակ ձևով, հակառակ լույսի ներքո ներկայացնել, բայց փառք Աստծո ամեն ինչ գրված եւ հրապարակված է, ինքներդ կարող եք կարդալ։